Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային օրը շարունակում ենք օրվա վերջին հանդիպումն են ձեր ուշադրության ներկայացնում, որտեղ երկրորդ դիվիզիոնի շրջանակներում մրցում են այն երկու թիմերը, ովքեր տարել են առաջատար Բենֆիկայի նկատմամբ հաղթանակներ, խոսքս վերաբերվում է Պալերմոյին ու Արարատին, շատ հետաքրքիր եւս մեկ դիմակայություն կդիտենք միասին, իմ ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկտարկի համար, եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունները, սկսենք Պալերմոյից Վայ Հունանյանը պաշտպանում է դարպասը համար 30, Կասուլիչու մեկտարկած է հանդիպումը, Ռոման Լևոնյան համար 2, Դավիթ Ավակյան համար 4, Հայկ Մկրտչյան համար 10, թիմի ավակն է Նորայր Անդրեասյան համար 16, Հովանես Սադաֆյան համար 20, Նարեկ Քալոշյան համար 21, Արամ Մարտիրոսյան համար 26 եւ Գրիգոր Հովանեսյան համար 44։ Արա դարպասը պաշտպանում է Վիրապ Կիրակոսյանը համար 1, Վրեժ Արությունյան համար 3, Սմբատ Դավթյան համար 6, Արտակ Սարգսյան համար 7, Արմեն Մելոյան համար 8, Նվեր Եսայան համար 9, Զորաբ Զաքարյան համար 10, Պարքև Աբրամյան համար 19, Նարեկ Ղարիբյան 22, Արման Պողոսյան համար 41, Կարեն Թամրազյան համար 70 եւ Գերաս Մանուկյան համար 79, Նայել թիմի ավակն է, ով հենց հիմա գնդակով է ուղարկում է Աչեզր Հարությունյանի ուղղությամբ եւ հետ փոխանցում ենք տեսնում դեպի դարպաս, ապա Կիրակոսյանը այո նախորդ տուրի խաղում, երբ 3-2 շատ ծանր խաղում կարողացավ Արարատը առավելություն հասնել առաջատար Բենֆիկայի նկատմամբ, իսկապես հանդիպան հերոս հենց Արարատի դարպաս, ապա Վիրապ Կիրակոսյաններով կրկնակի 11 մետրանոց ետ մղեց մեկ հանդիպան ընթացքում, այո երկու անգամ ստիպեց մրցակցին չգրավել իր դարպասը, այսպես ասենք 11 մետրանոց նշակետից Բենֆիկան շատ լավ հնարավորություն ուներ այդ խաղում, իհարկե 3-2 պարտվեց, կարող էր 2 գնդակ հեղինակել 11 մետրանոցից եւ հաղթել 4-3, բայց իհարկե Արարատն էլ ունեցավ մի շարք բայ, որոնք չօգտագործեց, գումարած դրան Արարատը մեկ ֆուտբոլիստ պակաս էր խաղում ու հիմա ունենք առաջին դարպասի գրավումը, Արարատը բացում է այս հանդիպան հաշիվը 1-0։ Արտակ Սարգսյանը բացում է այս հանդիպան հաշիվը 1-0 Արարատը, իսկապես շատ լավ մեկնարկեց հանդիպումը ու իր առաջին հնարավորությունը վերացեց դարպասի գրավման, այո տեսնենք Պալերմոն ինչով կփորձի պատասխանել այս բաց թողած գնդակին, շատ արագ, իսկապես շատ արագ Արարատի ֆուտբոլիստները հասան հաջողության այս խաղում եւ տեսնենք արդեն Պալերմոյի պատասխանը ինչպես պետք է լինի, իսկապես շատ լավ օգտագործեց Արտակ Սարգսյանի հնարավորությունը Աբրահամյանի կատարած փոխանցումից հետո ու արդեն հանդիպան մնացած ժամանակահատվածում տեսնենք թիմերի կառաջարկեն մեզ, այո նախորդ տուրի հանդիպան մասին էի խոսում, երբ Արարատը հաղթանակի ասավ հիմա եւս մեկ վտանգավոր իրավիճակ ու կրկնապատկում է Արարատի առավելությունը 2-0։ Պարքև Աբրահամյանը կրկնապատկում է Արարատի առավելությունը, այո նա առաջին դրվագում գոլային փոխանցման հեղինակն դարձավ, իսկ հիմա հենց ինքն է գրավում դարպաս, այո շատ շոկային մեկտարկ Պալերմոյի համար ու տեսնենք երկու բաց թողած գնդակից հետո արդեն Պալերմոն ինչ փորձի առաջարկել, իհարկե Պալերմոն մեկ անգամ չի որ հայտնվել է նմանատիպ իրավիճակներում ու կարողացել է հաղթարել նմանատիպ արգելքները, բայց իհարկե հիմա արդեն Արարատը շատ մարտական մեկտարկեց այս հանդիպումը, Պարքև Աբրահամյանը շատ լավ հարվածեց ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը եւ արդեն տեսնենք
Պալերմոն ինչ կփորձանել կար, այո, խաղի կանոնների խախտում այս իրավիճակում ստանդարտը նշանակում մրցավարը Սադաֆյանը գլորեց գնդակը ձախյոզ էր, բայց կրկին Արատը հաջող գնդակի խլում իրականացեց, հետո էլ վաստակեց Աուրամյանը եզրային նետման հնարավորություն իր թիմի համար ու հիմա Արատը փորձում է գրոել, բայց ուժեղ էր այս փոխանցում իհարկե գնդակին ոչ ոք հասնել չէր կարող այս իրավիճակում այո իսկապես նախորդ տուրի խաղում այդ հանդիպումը ֆենոմենալ ստացվեց Արարատի մասնակցությամբ շատ վստահ գեր կամ այն հատկանիշներ ցույց տվեցին Արարատի ֆուտբոլիստները եւ տեսնենք գրեթե նույն սցենարով այս հանդիպումն է Արարատը անցկացնում բայց իհարկե դեռ այստեղ այս խաղում Արարատը չի տարել իր հաղթանակը դեռ երկու գնդակը Պալերմոյի դեմ խաղերում իհարկե ոչինչ չի կարող նշանակել մի ամբողջական Երկրորդ խաղակես եւ առաջի խաղակեսից էլ 20 րոպեներ դեռ արժևում կան իհարկե 5 րոպե անցել հանդիպան մեկ տարկից ու մի ամբողջ 45 րոպեներ պետք են որպեսզի Արարատը իհարկե գոնե պահպանի իր առավելությունը դել չեմ խոսում իհարկե ավելի մասին կամ Պալերմոյի հանդիպանը վերադառնալու իհարկե Պալերմոն բնականաբար դրանում երկու կարծիք լինել չի կարող փորձելու է նույնիսկ հանդիպան ընթացքում չեմ ասում, այլ հենց առաջին կեսում եթե ողջ ամբողջ կորցրած, ապա գոնե մի մասը, գոնե մեկ կամ երկու գնդակները փորձի ետ բերել իհարկե կարող էր Պալերմոն ինքը բացել հանդիպան հաշիվը, բայց ստացվեց այնպես ինչպես կա ու տեսնենք արդեն 2-0 պարտվողի կարգավիճակում հայտնված Պալերմոն ինչպիսի ֆուտբոլ կմատուցի մեզ թարգում է Արարատը գնդակը խորքից երկար փոխանցում վտանգավոր էր, բայց այստեղ Վայ Հունանյանը Տիրեց գնդակին Սադաֆյան Սադաֆյան տայել է գնդակը Հովանես Սադաֆյանը Փոխանցումն էլ կա, բայց այստեղ ոչ ոք չկար Պալերմոյի ֆուտբոլիստերից ու Գերաս Մանուկյանը թույլ տվեց որպեսզի գնդակը բաժին աստի դարպասապա Վիրապ Կիրակոսյանին, Կիրակոսյանից երկար փոխանցում, բայց փաստացի սխալ փոխանցում ու Գերաս Մանուկյան, այո, ինչպես փակեց այս իրավիճակում Մանուկյանը Պալերմոյի ֆուտբոլիստ Գրիգոր Հովանեսյանի հարվածի ճանապարհը բրավո Մանուկյանին, եթե իհարկե չհայտվեր այդ դիրքում Մանուկյանը Հովանեսյանի հարվածը ուղիղ դարպասին էր ընթանում ու Կիրակոսյանն էլ արդեն կորցրել էր իր դիրքը եւ այս գնդակին հասնել դժվար թե կարողանար ամենայն դեպս այս դրվագում իհարկե Գերաս Մանուկյան ասենք որ փրկեց Արարատին հիմա Պալերմոյի եւս մեկ գրոս Սադաֆյան աչից կա տարբերակ բայց Սադաֆյան ինքը հարվածեց ու նորից Մանուկյանն է կանգնում գնդակի ճանապարհին հիմա անկյունային է վաստակում արդեն Պալերմոն Արարատի դարպասի ուղղությամբ Տեսնենք Հովանեսյանն էլ կիրականացնի անկյունայինը բարձից փոխանցում ու այստեղ դարպասապա Կիրակոսյանը հեռացեց այո գնդակը Մկրտչյան Տեպի առաջ է ուղարկում Մկրտչյանը գնդակը Նորից Հայկ Մկրտչյանը ստացավ գնդակ Անդրեասյանի հետ խաղարկում դեպի ձախ Մարկիրոսյանի ուղղությամբ Նորայր Անդրեասյան երվից փորձ ու Գերաս Մանուկյան նորից փակում է այս հարվածի ճանապարհը նույնպես Անդրեասյան նորից է գրովում Պալերմոն Անդրեասյան մի փոքր այստեղ Ստացվեց Անդրեասյանի փոխանցում ու նորից հակագրո Արարատից Աբրահամյան փոխանցում հարվածել կա ու այստեղ մի փոքր բարձր ընթացավ արդեն Արարատի ֆուտբոլիստ եթե չեմ սխալվում Մելոյանի կատարած հարված այո նա էր հայտնվել հարվածային դիրքում Մկրտչյան
դեպի ձախ գլորեց Մարտիրոսյանի ուղղությամբ ու երկար փոխանցում դեպի Սադաֆյանը Սադաֆյան նորից դեպի աջ է ուղարկում գնդակը այստեղ միացել է Պալերմոյի գրոյին Ռոման Լևոնյան ու հենց ինքն էլ խախտեց խաղի կանոնները Գլորում է գնդակը Տիրակոսյան Աչիեզար Հարությունյան դեպի Ձախ ուղարկեց Հարությունյանը գնդակը ու տեսնենք Արարատը փորձում է ևս մեկ գրոհ կազմակերպել վաստակեցին Արարատի ֆուտբոլիստն այս իրավիճակում եզրային նետման հնարավորություն Նվեր Եսայանը իրականացրել եզրային նետումը դեպի ետ Հարբյանի ուղղությամբ, բայց Սադաֆյանը այստեղ լավ միջամտեց ու խլում իրականացրեց գնդակի Սադաֆյան Շարունակությունը տեսնենք կրունկով այստեղ փակվեց Սադաֆյանի փոխանցման ճանապարհը Գերասպանուկյանն հեռացեց գնդակը դեպի Աբրահամյանի ուղղությամբ, սա փոխանցում էր Աբրահամյանից, բայց հաջող գործեցին Պալերմոյի ֆուտբոլիստները ու հիմա գուցե գրոյի Պալերմոն արդեն ձախ եզրով ոչ կտրող փոխանցում Սադաֆյան արված ու բրավո Կիրակոսյան ինչ գեղեցիկ հարված էր կատարել Հովհաննես Սադաֆյանը, բայց կրկնակի գեղեցիկ սեյվ էր կատարեց Կիրակոսյանը հիմա էլ Գերազմանուկյանն է նորից դարպաստ ընթացող հարվածի ճանապարհին կանգնում, այո, ինչ իրավիճակ է Արարատի տուգանայինի մատուցներում Պալերմոն իրատեսական շանս ուներ ոչ թե մեկ այլ երկու անգամ հաշիվը կրճատելու, բայց Չստացվեց առաջին դեպքում իհարկե փայլեց իր սեյվով Արարատի դարպասապահ Վիլապ Կիրակոսյանը, երկրորդ դրվագում էլ Գերասպանուկյանը հեռացեց գնդակ ու հիմա անկյունայինը տեսնենք ինչ է տալու Պալերմոյին Ավակյան փոխանցումը կա Ղարիբյանը հեռացեց, բայց ոչ այնքան հեռու նորից գնդակը մնում է Պալերմոյի ֆուտբոլիստերի մոտ աջ եզրով Մարտիրոսյանն է միացել գրոհին, սա փոխանցում էր ու Սադաֆյանի հարվածը բարձր է ստացվում այս իրավիճակում։ Այո, ակտիվացավ Պալերմոն, բայց իհարկե դեռ դարպասը գրավել Արարատի չստացվեց։ Հիմա արդեն հերթը գրոհ կազմակերպելու Արարատինն է Աբրահամյան Շատ հրաշալի մարզավիճակում է գտնվում Պարքև Աբրահամյան, իսկապես մեկ անգամ չի, որ փրկել է Արարատին մի շարք կարևոր հանդիպումներում Նորայ Անդրեասյան ու նորից Մանուկյան, ինչպիսի ֆուտբոլ է մատուցում այսօր մեզ Արարատի ավակի, իսկ հիմա խոտածածկին է հայտնվել Մանուկյանը տեսնենք ինչ պատահեց Գերասպանուկյանին դադարեցեց մրցավարը հանդիպում ու հուսանք, որ հիմա վնասված չի ստանա Մանուկյանը Փոխարինվեց ամենայնիպես Գերասպանուկյան այս րոպեներին չկարողացավ շարունակել հանդիպումը, բայց հուսանք, որ մենք նրան այս խաղում կրկին կտեսնենք խաղադաշտում։ Հիմա նորից Արարատը գրոհում է ձախ եզրով Աբրահամյանի ուղղությամբ այս փոխանցումը ստացավ Պարքև Աբրահամյանը գնդակը, բայց արդեն շարունակություն աղորդել այս անգամ չստացվեց Աբրահամյանի մոտ, գնդակը լքեց դաշտի սահմանները, եզրից նետում են Պալերմոյի ֆուտբոլիստները ու ձախ եզրով շարունակություն հաղորդում գրոհին, որտեղ Դավիթ Ավակյանն է ընդունել գնդակը Անդրեասյան դեպի Մարտիրոսյանը ու գնդակի տեղափոխություն, բայց Աբրահամյանը խլում իրականացրեց իհարկե ընթացքից որտեղ որցալ գնդակը հետո արդեն շարունակություն տալ իհարկե շատ բարդ իրավիճակում էր, բայց շարունակել գրոհը այս անգամ չստացվեց Պարքև Աբրահամյանի մոտ Մարտիրոսյանն առաջանում է ուղարկում Անդրեասյանին ստանում պատասխան փոխանցումը նրանից նորից Անդրեասյան Հարվածը կա, բայց այստեղ փակվեց Անդրեասյանի հարվածի ճանապարհը, իսկ ինչը այստեղ
Խաղի կանոնների խախտում է նշանակել մրցավարը Արարատի դարպասի ուղղությամբ, այո, ու տեսնենք այս ստանդարտը բավական վտանգավոր դիրքում, որը վաստակել է Պալերմոն, ինչպես են իրականացնելու Պալերմոյի ֆուտբոլիստները։ Տեսնենք ով է հարվածելու, շատ լարված իրավիճակ է իմ Արարատի Տուգանային հրապարակի մատույցներում։ Ռոման Լևոնյանը փոխանցում է իրականացնում, արված տելկա ու հաշիվը կրճատում է Պալերմոն Գրիգոր Հովհաննիսյան 2-1։ Շատ լավ խաղարկում Պալերմոյի ֆուտբոլիստերի կատարմամբ ու այստեղ արդեն Գրիգոր Հովհաննիսյանի հարվածը անկասելի ստացվեց, այո, շատ գոլարատ մեկ տարկ ունեցանք շարունակություն են թիմերն էլ բնականաբար հաղորդելու, Պալերմոն կրճատում է հանդիպան հաշիվ ու արդեն տեսնենք թիմերը ինչ կառաջարկեն մեզ այս հաշվի պայմաններում, հիմա Աբրահամյանն է տեղադրում գնդակը։ Կասուլիչը Աբրահամյանն է մոտենում գնդակին, սա հարված է Աբրահամյանից ու մի փոքր շեղությամբ ընթացավ Պարքև Աբրահամյանի հարվածը, փորձեց հեռավոր անկյունը գրավել, իհարկե շատ լավ էր հարվածել ու այստեղ մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը։ Հիմա կրկին խաղարկումը Պալերմոյի ֆուտբոլիստերի մոտ, երկար փոխանցում առաջ, բայց այստեղ էլ ավարտվեց այսքանով Պալերմոյի գրոհը։ Գերաց Մանուկյանն արդեն խաղադաշտում է, ամեն ինչ կարգին է Մանուկյանի հետ ու միանգամից շատ լավ փոխանցում կատարեց առաջ, բայց Մկրտչյանը այստեղ վերահսկում էր իրավիճակը։ Հովհաննիսյան այստեղ փորձեց հասցեակել գնդակը Սադաֆյանին, չստացվեց Պարքև Աբրահամյան, տեսնեք ինչ շարունակություն կմտածի Աբրահամյանը դեպի աչը գլորում Թամրազյանի ուղղությամբ։ Երկար եւս մեկ փոխանցում, վտանգավոր իրավիճակ է, Աբրահամյան արված ու մի փոքր շեղությամբ է ստացվում Պարքև Աբրահամյանի հարվածը, շատ մոտ էր Աբրահամյանը արդեն այս խաղում դուբլ գրանցել ունի անվան դիմաց, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ Աբրահամյանի այս փորձը, այո, շատ ակտիվ է Պարքև Աբրահամյան այս անցած րոպեների ընթացքում։ Եզրային նետում իրականացնի հիմա Պալերմոն։ Սադաֆյան, այստեղ Մանուկյանը շատ լավ դիմավորեց Սադաֆյանին ու հիմա գրոյի անցել Արարատը, բայց կդադարեցնի կարծում եմ մրցավարը հանդիպումը։ Այո, տեսնենք ինչ է պատել Սադաֆյանին, շատ բարդ հարված ստացավ Գերաս Մանուկյանից բախման ընթացքում, բայց իհարկե Մանուկյանի մոտ միտում չկար Մանուկյանի գործողություններում ու հիմա այլ հուսանք, որ Սադաֆյանը վնասված չի ստանա այս իրավիճակում։
Ամեն ինչ կարգին է։ Սադաֆյանի հետ նա կանգնեց ոտքի եւ հիմա գնդակով է դեպի առաջ փոխանցում էր, բայց այստեղ Ղարիբյանը լավ խլում իրականացեց ու ստիպեց մրցակիցներին խախտել խաղի կանոնների նկատմամբ, այո։ Ու հիմա տեսնենք այս ստանդարտը ինչ են վերացելու Արարատի ֆուտբոլիստները եւս մեկ անգամ Աբրահամյանն է փորձում, իսկ այս անգամ շքեղ հարվածով գրավում է Պարքև Աբրահամյանը, դարպասը դուբլ գրանցելով արդեն այս խաղում իր անվան դիմաց։ Պարքև Աբրահամյան 3-1 դարձավ այս հանդիպան հաշիվ, այո շատ իսկապես Հերարդ Արարատյանը շատ գեղեցիկ հարվածով աշկին կավ Աբրահամյան Տուգանյանի շիշտ է բարդ է ասել, այնտեղ կարծես պաշտպաններից Պալերմոյի անդրադարձ մի փոքր տեղի ունեցավ, որը շեղեց գնդակի ուղղությունը աննշան կերպով, բայց դա չխանգարեց իհարկե Աբրահամյանին գնդակը ցանց ուղարկել։ Իհարկե Վահե Հունանյանն էլ գործերեց իր տեսադաշտը, չնկատեց գնդակի ուղղությունը եւ արդյունքում այսպիսի շքեղ գոլի հեղինակ դարձավ Պարքև Աբրահամյանը 3-1 արդեն առաջի կեսում 4 դարպասի գրավում ունեցել ենք խաղակեսի ավարտին էլ դեռ մի քանի րոպե խաղաժամանակ կա ինչը խոսում է որ մենք կարող ենք եւս մեկ նույնիսկ մեծ ցանկության դեպքում 2 դարպասի գրավում տեսնել նորից Արարատն է անցել Գրոյի Աբրահամյանն ու հիմա մրցավարը նշանակում է 11 մետրանոց հարված այո Պալերմոյի դարպասի ուղղությամբ քանի որ կար արդեն խաղի կանոնների խախտում հիմա տեսնենք մրցավարը արդյոք կդիտի այս դրվագի կրկնապատկերը թե ոչ ամենայն դեպս շատ մոտ էր կանգնած ու հստակ կայացրել է իր որոշումը Չավնայի դեպս ապահովության համար այո կստուգի դրվագը մրցավարը տեսնենք խախտում տեղի էր ունեցել թե ոչ Այո մրցավարը ապահովության համար դիտես դրվագ ու մնաց անփոփոխ իր որոշման մեջ 11 մետրանոց հարվածը նշանակված է Պալերմոյի դարպասի ուղղությամբ ու տեսնենք Պարքև Աբրահամյանը ով քիչ առաջ վարքյաններ առաջ հարվածեց եւ Հունանյանը փրկեց հենց այդ դրվագից Արարատը վաստակեց 11 մետրանոց ու շատ մոտ է Աբրահամյանը արդեն այս աղում Հեյտրիկ գրանցելու իր անվան դիմաց եւ դեռ միայն առաջի խաղակեսում տեսնենք կստացվի թե Հունանյանը ետ կմղի փոքրիկ դիպակայություն կա Սուլիչը Աբրահամյան արվածը նույնպես ու հեյտրիկը կայացած է Պարքև Աբրահամյանի արդեն այս խաղում 4-1 է Արարատը դարձում այս հանդիպան հաշիվը Պարքև Աբրահամյան 4-1 արդեն այո շատ մեծ առավելություն է ստանում Արարատը Առաջին կեսում եւ դեռ իհարկե կես առաջ խաղակեսը նույնիսկ չէ ավարտվել այսպես դոլարատ խաղակես ունեցանք Անդրեասյան դեպի ձախ ուղարկեց գնդակը բայց այստեղ Թամրազյանը հաջող խլում իրականացրեց ճիշտ է արագ էլ կորցրեց գնդակը Եվ այո տեսեք Մարտիրոսյանը պայքարեց միջև վերջ ու սկսել է Պալերմոյի գրոհը, բայց բավական բարձր է ստացվում այստեղ Մարտիրոսյանի հարվածը Գրոհում են Արարատի ֆուտբոլիստները Աբրահամյան շատ մոտ է պոկերին Աբրահամյանը, բայց այստեղ արդեն Մարտիրոսյանը թույլ չտվեց, այո սա անկում ամենաճիշտ պահին էր մնում է գնդակով Աբրահամյանը, իսկ հետո արդեն Եվ հիմա դեղին քարտ ենք տեսնում ու վաստակում է բավական վտանգավոր դիրքում Տուգանային հարվածի հնարավորություն Արարատը հիմա էլ դեղին քարտ ստացավ այս իրավիճակում Պալերմոյի ֆուտբոլիստ Գրիգոր Հովհաննիսյանը
Ու տեսնենք Աբրահամյանը եւս մեկ փորձի է մոտենում։ Հիմա արդեն ավելի մոտ տարածություն է։ Կա մրցավարի Սուլիչը Աբրահամյան արվածը նույնպես ցածից այս անգամ, բայց Վայ Հունանյանը ետ մղեց Թամրազյան պետք է փորձել ոչ արդեն փակեցին Թամրազյանի ճանապարհը Եվ ամեն դեպքում այստեղ կարողացավ Արարատը մրցակցին զերծ պահել հնարավոր հակագրոյից Աբրահամյան շատ գեղեցիկ էր մտածել, բայց ուժ է ստացվեց այստեղ Աբրահամյանի փոխանցումը Սադաֆյան Ուարկում է գնդական Նորայ Անդրեասյանին Դեպի աչել Անդրեասյանը Հովանեսյանը լավ անցում իրականացրեց Շարունակությունը Հովանեսյան, բայց այստեղ արդեն Մանուկյանը հեռացեց գնդակը Նորից գնդակը Պալերմոյի մոտ է Մկրճյանը, աչեզրում է Հայկ Մկրճյանը Շատ լավ նկատեց Հավաքյանի առաջխաղացումը կատարեց այս փոխանցումը Հովանեսյան, դեպի կենտրոն, Անդրեասյանի ուղղությամբ, բայց այստեղ էլ Ղարիբյանը շատ լավ գործեց Թամրազյան ձախից կա Աբրահամյանը, կա փոխանցումը, վտանգավորը ևս մեկ գրոյի անցել Արարատը պարգև Աբրահամյանով է արվածել ու Թամրազյանը միգուցե Այուն այ արվածում ու Հայկ Մկրճյանը կարողանում է փակել այս արվածի ճանապարհը ևս մեկ վտանգավոր գրոյի անցավ Արարատը, բայց Պալերմոն այս իրավիճակում լավ պաշտպանվեց Իսկ հիմա գնդակը կորցրեց Արարատը Եվ հարված կլինի Վայ Հունանյանի պաշտպանած դարպասից Ձախ եզրով է գրոհում Պալերմոն դեպի Անդրեասյանը կա փոխանցումը Նորայ Անդրեասյան ու կա խաղի կանոնների խախտում այո ճիշտ է 11 մետրանոց արված չէ սա բայց բավական վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակում հիմա արդեն Պալերմոն ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Պալերմոյի ֆուտբոլիստերին Տեղին քարտ այստեղ նաև մրցավարը ցույց տվեց Արարատի ֆուտբոլիստ Արման Պողոսյանին խաղի կանոնները խախտելու համար Իսկ ես հիշեցնեմ որ Պալերմոն այս խաղում իր միակ գնդակը խփեց հենց Տուգանայինից Ստանդարտից ու տեսնենք այս փորձը Նորայ Անդրեասյանն է հիմա այլ մոտենում գնդակին Ինչպես կստացվի այս անգամ Կա Սուլիչը Անդրեասյան արված պատնի վրա ընդունեց Անդրեասյանի Կատարած արվածը Վայ Հունանյան կա փոխանցում դեպի առաջ այստեղ էլ հեռացված է գնդակ ու տեսեք խնդրեմ հակագրոհ սա Արարատը կարող է եւս մեկը խփել միջև ընդմիջում բայց Հունանյանը փրկում է այս իրավիճակում Պալերմոյին եւ Խաղակեսից այստեղ էլ ավարտվում է այո առաջի Խաղակեսն ավարտված է հաղթում է Արարատը մեծ մոտ կարճ դադարևորից հետո կշարունակենք Դուասեր բարեկամներ մեզ մոտ մեկ տարկեց Պալերմոն ընդդեմ Արարատի հանդիպման երկրորդ խաղակեսը հիշեցնեմ որ առաջի կեսից հետո 4-1 հաշվով հաղթում են Արարատի ֆուտբոլիստները ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում ինչ ֆուտբոլ կմատուցեն թիմերը մեզ ես հիշեցնեմ նախ կարողացավ Սարգսյանը բացել Արարատի կազմում այս հանդիպման հաշիվը հետո Պարգև Աբրահամյանը կրկնապատկեց Գերիկոր Հովանեսյանը կրճատեց Պալերմոյի կազմում այս հանդիպման հաշիվը իսկ հետո արդեն Աբրահամյանը եւս երկու գնդակ հեղինակեց իր անվան դիմաց հետրիկ գրանցելով Առաջի խաղակեսում եւ փաստացի ստացվեց այնպես որ խաղակեսը ավարտվեց 4-1 հաշվով ի օգուտ Արարատի ֆուտբոլիստերի հիմա տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում ինչպիսի ֆուտբոլ են մատուցելու թիմերը մեզ հիմա կա Սուլիչը ստանդարտ է վաստակել Պալերմոն Հովանեսյանն է գնդակի մոտ սա փոխանցում էր դեպի Լևոնյանը Լևոնյանի հարվածն էլ ստացվեց ու հարվածքը տեսնենք արդեն Արարատի դարպասից
Գնորում են գնդակը Արարատի ֆուտբոլիստները Հարությունյան երկար փոխանցում առաջ Ղարիբյանի ուղղությամբ, այստեղ Ղարիբյանն է թողեց գնդակը Գերաս Մանուկյանին, ով տեղափոխեց դեպի ձախ եզրը, շատ լավն է նաև այս փոխանցումը։ Անդրեասյան կար այո այստեղ խաղի կանոնների խախտում։ Նորայք Անդրեասյանի դեմ պայքարում Մանուկյանը խախտեց խաղի կանոնները։ Եվ հիմա էլ արդեն անաջող է այս փոխանցումը, հարված ենք տեսնելու Վիրապ Կիրակոսյանի պաշտպանած դարպասից։ Սադաֆյան դեպի Անդրեասյանն է փոխանցում իրականացնում, գրովում է Պալերմոն, Անդրեասյան, բայց այստեղ շատ հաջող գնդակի խլում իրականացեց Արարատի ֆուտբոլիստը, ճիշտ է շարունակություն հաղորդել, գրոհին չստացվեց այս իրավիճակում Արարատի ֆուտբոլիստ Զորաբ Զաքարյանի մոտ, բայց միևնույն է, վտանգը որոշակի առումով չեզոքացել սեփական դարպասի ուղղությամբ ընթացող, հիմա նորից Պալերմոն է խաղարկում գնդակը։ Մարտիրոսյան ցախ եզրում է եւ այստեղ այո Զաքարյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Եզրային նետումը նույնպես իրականացած է։ Մանուկյանն է հիմա հեռացնում գնդակը Ղարիբյանն էլ որքան հնարավոր է հեռու, Թամրազյանն էլ փորձեց ավելացնել, բայց այստեղ չստացվեց։ Մի փոքր հաջող փոխանցում ու իհարկե արդեն կարող է խաղանկերոջը շատ լավ հնարավորություն տալ այս իրավիճակում Թամրազյանը, բայց հիմա եզից նետեց ամեն դեպքում Պալերմոն Մարտիրոսյան դեպի աջ է ուղարկում Մարտիրոսյանը գնդակը։ Սադաֆյան դեպի ձախ փոխանցում Սադաֆյանից ու տեսնենք արդեն միացել է գրոհին Պալերմոյի ֆուտբոլիստ Հովանեսյանը դեպի Անդրեասյանը փոխանցեց Գրիգոր Հովանեսյանը գնդակը Նորայ Անդրեասյան լավ տարավ գնդակը ձախ ոտքին հարմարեցեց ու հարվածեց, բայց փակվեց Անդրեասյանի այս հարվածի ճանապարհը, այո շատ գեղեցիկ արեցին ամեն ինչ Պալերմոյի ֆուտբոլիստները այս իրավիճակում, բայց Այսքանով ավարտվեց Պալերմոյի գրոհը, Աբրահամյան աչից կա Զաքարյանը կա փոխանցում դեպի Զաքարյանը, բայց հասցնում է այստեղ էլ Ռոման Լևոնյանը չեզոք հասնել վտանգը, այո հասցրեց։ Փակել գնդակի ճանապարհը ու թույլ չտալ որպեսզի այն հասցի Զաքարյանին։ Իսկ այստեղ արդեն Պալերմոն լավ պաշտպանվեց, Նորայ Անդրեասյանին եկավ գնդակը եւ հիմա միգուցե որևէ բան ստացվի, այո եթե Պալերմոն կարողանա 1 կամ 2 գնդակ արագորեն ետ բերել, ապա դեռ իրատեսական շանսեր կան, դեռ ամեն ինչ արժևում է, դեռ կա բավական խաղաժամանակ այս հանդիպման հետ կապված, ճիշտ է դեռ չի ստացվել երկրորդ կեսում ոչինչ Պալերմոյի մոտ, նույնն էլ Արարատի մոտ առաջի խաղակեսում գրանցած արդյունքը մնում է անփոփոխ 4-1 այս հանդիպման հաշիվը, բայց իհարկե 1 կամ 2 գնդակ ու արդեն ամբողջ սցենարը կարող է հանդիպման փոխվել։ Մանուկյան երկար փոխանցում է կատարում Գերաս Մանուկյան առաջ։ Այստեղ խլում իրականացեցին Պալերմոյի ֆուտբոլիստները, բայց հետո էլ արդեն Արարատը սեփական դարպասի ուղղությամբ ընթացող գրոհը չեզոքացրեց։ Եզից կնետի Պալերմոն Եզրային իրականացված է վտանգավոր իրավիճակ էլ ինչ է պահանջում հիմա
Պալերմոյի ֆուտբոլիստը կարծում եմ մրցավարը կդիտի դրվագի կրկնա պատկերը Մարտիրոսյան, այստեղ լավ գործեց Մարտիրոսյանը։ Պայես կնդակը դակշի սամաններում Ավակյան նորից գրոյի հասնում հիմա Պալերմոն դեպի Անդրեասյանը փոխանցում թողեց Անդրեասյանն էլ գնդակը Սադաֆյանին, նորից Անդրեասյան կա, հարվածի տարբերակ, ոչ, այստեղ չհարվածեց Անդրեասյանը, Սադաֆյանին է ուղարկում գնդակը, դանում է Սադաֆյանը, փակվեց այստեղ էլ Հովհաննես Սադաֆյանի հարվածը, բայց հետո վերականգնեց Սադաֆյանը գնդակի իր թիմի համար։ Ավակյան հերվից գուցե, Ավակյանը հարվածեց ու հիմա մի փոքր շեղությամբ մտածավ եւ մրցավարայո ուսումնացրի նախորդ դրվագը հասկանանք ձեռքով խաղ կարա Արարատի պաշտպանությունում թե ոչ։ Գիտեց այո մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է Արարատի դարպասի ուղղությամբ 11 մետրանոց հարված Պալերմոն շատ լավ հնարավորություն է վաստակում հիմա հանդիպան հաշիվը կրճատելու ճիշտ է դեռ այս հարվածից հետո եթե գրավի Պալերմոն դարպասի երկու գնդակ էլ առնումազն անհրաժեշտ կլինի Պալերմոյի ֆուտբոլիստերին ներողություն, բայց համենայն դեպս պետք է դիպուկ իրականացնել այս հարվածը, տեսնենք ով է հարվածելու Պալերմոյի կազմում։ Գրիգոր Հովհաննիսյանն է կարծես մոտենալու գնդակին, Կասուլիչը Հովհաննիսյանը հարվածում է, գրավում է դարպասը, Գրիգոր Հովհաննիսյանը այս խաղում դուբլ է գրանցում իր անվան դիմաց, հանդիպման հաշիվն էլ դարձնում է 4-2։ Լավ հարված տեսան Գրիգոր Հովհաննիսյանից, անկասելի հարված ու արդեն 4-2 է Պալերմոն դարձնում հանդիպան հաշիվը, տեսնենք այս գոլը գուցե որևէ ոգևորության ալիք արտնասնի Պալերմոյի ֆուտբոլիստերի մոտ, չէ որ նրանց դեռ առնվազն երկու գնդակ անհրաժեշտ են երկու գնդակներ չպարտվելու համար այս խաղում, տեսնենք կստացվի ամենայն դեպս Պալերմոյի մոտ թե ոչ, իհարկե Եգոր Խաղակեսում սա առաջին դարպասի գրավումն էր, Եզրային նետում իրականացեց հիմա Արարատը, այստեղ քիչ էր մնացել Պալերմոն խլում իրականացել ի վերջո ստացվեց Սադաֆյան թողեց գնդակը Հովհաննիսյանին ու գրոհում են նորից Պալերմոն, այո ակտիվացել է Պալերմոն կա փոխացում Լևոնյան հարվածը նույնպես ու Կիրակոսյան բրավո սեյվ դարպասապայից այստեղ միանշանակ իհարկե զերծ պայեց սեփական դարպասը դարպասի գրավումից Լևոնյանի հարվածը բավական վտանգավոր ու դիպուկ է ստացվելու շատ վստահ գործեց այս իրավիճակում Ֆիլիպ Կիրակոսյան, այո սա իհարկե նրա անվան սեյվն էր Անդրեասյան հերվից փորձ է ստացվում Անդրեասյանի այս հարված ու հարված կտեսնենք արդեն Արարատի դարպասից Մանուկյանը ուժեղ փոխանցում է կատարում առաջ, հասավ գնդակը դեպի Աբրահամյանը Եվ հիմա մրցավարը դադարեցեց ամեն դեպս հանդիպումը չեմ կարող ասել Տուգանային հարված կնշանակի թե ոչ Ամենայն դեպս գնդակը մնացել է Արարատի ֆուտբոլիստների մոտ Այո, ստանդարտ նշանակում մրցավարը Ու տեսնենք Կասուլիչը Աբրահամյանն է փոխանցում իրականացնում արվածել տեսանք այստեղ ու մի փոքր չբավականացեց հիմա Արարատի ֆուտբոլիստին գնդակը դարպասն ուղարկելու գործում եթե չեմ սխալվում Արվածային դիրքում էր հայտնվել Արարատի ֆուտբոլիստ Արտակ Սարգսյանը հիմա գրո Պալերմոյից Հովհաննիսյան ցախեցնում է Հովհաննիսյանը Կա փոխանցումը դեպի Լևոնյանը վտանգավոր իրավիճակի ով է հարվածելու Հովհաննիսյանն ու հետրի 4-3 Պալերմոն այո վերադառնում է խաղ Գրիգոր Հովհաննիսյանը 4-3 է դարձում այս հանդիպման հաշիվը
Այո, շատ լավ ստացվեց Հովանեսյանի հարվածը 7-րդ դարպասի գրավում այս խաղում եւ դեռ իհարկե այսքան խփեց Պալերմոն երկրորդ կեսում միայն նրա Պալերմոյի ֆուտբոլիստները հասան հաջողության երկրորդ խաղակեսում երկու անգամ մրցակցի դարպասը գրավելով, բայց գոնե մեկ գնդակ դեռ մնում է անհրաժեշտ Պալերմոյին հաշվի հավասարությունը վերականգնելու համար Սադաֆյանն է գնդակով շարժվում է առաջ Դեպի ետ Հովանեսյանի ուղղությամբ ու տեղափոխեց Հովանեսյանը գնդակը դեպի Լևոնյանը, մեկը փորձեց Լևոնյանը ետ ուղարկել չստացվեց, իսկ հիմա արդեն կարողացավ շատ հստակ փոխանցել Մարտիրոսյանի ուղղությամբ, երկար փոխանցում առաջ։ Նորից Մարտիրոսյան։ Բայց այս փոխանցումը անհաջող է Աբրահամյանը խլում իրականացրեց Պարկև Աբրահամյան ու բրավո Գրիգոր Հովանեսյանին իհարկե շատ լավ պաշտպանվեց այս իրավիճակում եւ հիմա արդեն փոխարենը Պալերմոն է փորձում գրոյի անցնել Սադաֆյան դեպի Նորայր Անդրեասյան ուղարկեց գնդակը Իսկ այստեղ թույլ է տալիս մրցավարը շարունակել հանդիպումը եւս մեկ վտանգավոր փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից դուրս Երկար փոխանցում ենք տեսնում առաջ Այստեղ էլ հաջող գործեցին Պալերմոյի ֆուտբոլիստները ու վաստակեցին Տուգանային հարված, այո, ճիշտ է, մի փոքր ոչ հարվածային դիրքում, բայց ամենայն դեպս իհարկե մոտ է Արարատի Տուգանայինի մատույցներին Կա փոխանցում այստեղ էլ Ավակյանի հարվածն ենք տեսնում, որը բարձր է ստացում, այո անցավ երկրորդ խաղակեսից բավական խաղաժամանակ 9 րոպեից մի փոքր ավելի քիչ է մնացել արդեն հանդիպման ավարտին, բայց իհարկե դա բավական է 1 նույնիսկ 2-3 դարպասի գրավում տեսնելու համար իհարկե թե այս խաղը կարող է հաղթել Արարատը, թե Պալերմոն ամեն ինչ հնարավոր է այս խաղի ընթացքում դեռ իհարկե 7 դարպասի գրավում տեսել ենք ու հաղթողի հարցը դեռ հարցականի տակ է այսպիսի հանդիպում միանալի հանդիպում ենք դիտում Այսօր կա այո խախտում, խախտեց խաղի կանոնները Լևոնյան երկրորդ դրվագում Տուգանայինը տեսնենք նորից Պարկև Աբրահամյանն է տեղադրել գնդակը Կա Սուլիչը Աբրահամյան հարված ու այստեղ Ումանյանը փորկեց ինչ գեղեցիկ է հարվածել Աբրահամյանը մոտակա անկյունը փորձեց գրավել բայց Ումանյանը կրայել էր Պարկև Աբրահամյանի մտահղացումը եւս մեկ փորձ Մարտիրոսյանի հիմա էլ փակում է գնդակի ճանապարհ ու արդեն անկյունային է վաստակում Պալերմոն Եվ այս անկյունայինի խաղարկումը տեսնենք Կա փոխանցումը, բայց այստեղ արդեն սուլեց մրցավարը, այո պետք է հարված լինի Պալերմոյի դարպասից, այո Սադաֆյան դեպի աջ է գլորում Այստեղ լավ անցում իրականացեց Հովանեսյան ու շարունակությունը տեսնենք փոխանցումն էլ կա, բայց այստեղ կհասնի Լևոնյանը գնդակին ոչ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս Մանուկյան երկար փոխանցում առաջ այստեղ էլ ավարտվեց այսքանով Արարատի գրոյի փորձը Սադաֆյան դեպի Անդրեասյանը նա դեռ այս խաղում իր խոսքը չի ասել իհարկե Անդրեասյանը Ուշադրության կենտրոնում է նա կարող է ցանկացած դրվագ վճռել հիմա ձեռքով խաղ կար բայց ոչ 11 մետրանոց հարված չէ սա էլ Տուգանային հրապարակից դուրս է տեղի ունեցել Խախտումը չտայած դա իհարկե չի խանգարել Պալերմոյի ֆուտբոլիստերին կենտրոնանալու փորձը դիպուկ հարված իրականացնել բավական վտանգավոր դիրքում է վաստակել հիմա Տուգանային հարվածի հնարավորությունը Պալերմոն
տեսնենք Հովանես Սադաֆյանն է գնդակի մոտ Սադաֆյանի այս փորձը տեսնենք Կասուլիչը Սադաֆյանը արված ու այստեղ փակվեց Գրիգոր Հովանեսյան եւս մեկ ու պոկերից նրան ընդամենը մի քանի սանտիմետր բաժանեց այսպեսի լավ արված էր իրականացել Հովանեսյանը պարզապես մի փոքր աննշան շեղությամբ ընթացավ գնդակ այս իրավիճակում Գրում է հիմա Արատը վտանգավոր գրոյի անցել է Արատը կարայո ձեռքով խաղ ամենայն դեպս մրցավարը կարծում եմ կուսումնացի դրվագը իհարկե հասկանալու համար Այո, կդիտի մրցավարը ամենայն դեպս կդիտի այս դրվագի կրկնապատկեր ու տեսնենք ձեռքով խաղ է տեղի ունեցել ու հիմա Արատը կարող է գրավել դարպասը եւ իհարկե նորից երկու գնդակի առավելություն ստանալ հանդիպան վերջնամասում տեսնենք մեկ անգամ այսօր Արատը գրավել է դարպասը հենց 11 մետրանոցը նշակետից Պարքև Աբրահամյանն է դիպուկ գտնվել եւ եթե չեմ սխալվում նա է մոտենալու այս փորձին թե ոչ Հիմա տեսնենք ով է այս պատասխանատվություն այս կարևոր պայն վերցնում իր ուսերին Ղարիբյանը կարվածի, այո Կասուլիչը տեսնենք Ղարիբյանը մոտենում է գնդակին արվածում ու գրավում է դարպասը 5-3 դարձելով այս հանդիպան անշիվը նորից երկու գնդակի առավելություն է ստանում այս խաղում Արատը Նարեկ Ղարիբյան 5-3 այո շատ վստահ ու դիպուկ հարվածեց Ղարիբյանը առանց որևէ շանս տալու մրցակցին ու նորից երկու գնդակ է ստանում երկու գնդակի առավելություն է ստանում այս խաղում Արատը եւ տեսնենք հանդիպան վերջնամասի ինչպես կստացվի կար այստեղ խաղի կանոնների խախտում Պալերմոյի ֆուտբոլիստի դեմ պայքարում ու Տուգանային է հիմա էլ իրականացնելու Պալերմոն շատ լարված վերջնամաս է իսկապես ստացվում Կասուլիչը բարձից փոխանցումը նույնպես այստեղ արված չտեսանք Ավակյանը հերվից փորձեց բայց շեղությամբ ստացվեց Ավակյանի կատարած արված ու հիմա արված կտեսնենք Արատի դարպասից իհարկե Վիրապ Կիրակոսին հիմա արդեն չի շտապում Մանուկյան երկար փոխանցում առաջ շատ լավ նկատեց խաղանկերոջ առաջ խաղացումը, բայց գնդակ այս դրվագում հասցեագել չտացվեց, իհարկե փորձեց Մանուկյանը, բայց Սադաֆյանին է բաժին ասել գնդակը Հովանես Սադաֆյան շարժվում է առաջ, փոխանցում դեպի Անդրեասյանը Ո գնդակը Անդրեասյանը իսկ այստեղ արդեն մաքուր գործեցին, այո, խախտում չկար Եզիս կնետի Պալերմոն Եզրային նետում իրականացված է հեռացեցին այստեղ Արատի ֆուտբոլիստները գնդակը Սադաֆյանին է բաժին ասել այն խորքից վերջին ուժերն են ներդնում Պալերմոն այս հանդիպման ընթացքում Լևոնյան Անդրեասյանին հասցեագեց գնդակը դեպի ձախել Անդրեասյանը Ավակյան նորից Անդրեասյան հարված ու այստեղ արդեն շեղությամբ ստացվեց նորային Անդրեասյանի հարվածը Եվ Կիրակոսյանը եւս մեկ ուժեղ փոխանցում է կատարում առաջ իհարկե 2 րոպեից ավելի քիչ է մնացել հանդիպան ավարտին Ավակյան արված ու Կիրակոսյանը հեռացնում է այստեղ գնդակը այո եւս մեկ հրաշալի սեյվ Արատի դարպասապահից տեսանք ու անկյունայինը տեսնենք Պալերմոն ինչպես է խաղարկելու Բարձից փոխանցումը կա ով է հարվածելու այո այստեղ ամեն դեպքում հեռացեցին Գնդակը Արատի պաշտպանները, եթե չեմ սխալվում այս իրավիճակում գնդակը
Զաքարյանը հեռացեց դաշտի սահմաններից դուրս, ինչևէ անկյունային եւս մեկ անգամ փոխանցում Լևոնյանին է բաժինացնում գնդակը կարվածին է այդպես էլ արեց ու ազ դուրացաբար են խաղում Արարատի պաշտպանները, այո վերջնամասն է իհարկե հասկանալի է, պետք չէ բաց թողնել գնդակ, Արարատը առանց այն էլ շատ հետաքրքիր ու ծանր արդյունքի է հասել եւ հիմա Եզրային նետում է վաստակել Արարատը, այո Եզրային նետումն իրականացված է ու արդեն Եզիս կնետի Պալերմոն Լևոնյան շատ լավ փոխանցում իրականացեց դեպի Սադաֆյանը ու արդեն դեպի աչը Սադաֆյան ուղարկում գնդակը Հովանեսյանի ուղղությամբ Նորից Սադաֆյան հարվածը կապակվեց Լևոնյանին վերադարձավ գնդակը, բայց այստեղ արդեն Գերաս Մանուկյանը հեռացեց գնդակը Մարտիրոսյանին մոտ է հիմա այն հայտնվել Մարտիրոսյան պայել է, գնդակը շարժվեց առաջ, փոխանցեց ու այստեղ էլ արդեն նորից են հեռացնում Արարատի ֆուտբոլիստները ճիշտ է ոչ այնքան հեռու Լևոնյանը իջեցեց գնդակը ու նորից Արարատը տեսեք ամեն կերպ փորձում է հեռացնել գնդակը, իսկ հիմա արդեն խաղա ձեռքով Պալերմոյի ֆուտբոլիստ Արա Մարտիրոսյանը եւ Տիրակոսյանը նորից ուժեղ փոխանցումով գնդակ ուղարկեց առաջ Փակվեց նաև այս փոխանցման ճանապարհը, որը կատարում էր Քալոշյանը ու նորից գրովում է Արարատը Աբրահամյանի մոտ է գնդակը, պայեց դաշտի սահմաններում, իսկ հետո ստիպեց մրցակցին այո խախտել խաղի կանոնները, կար խախտում Եվ Աբրահամյանն է իրականացնում այս հարվածը, ինչպիսի հարված էր ու իհարկե շքեղ գնդակ կտեսենք, եթե կարողանար ուղարկել այն դարպասը ճիշտ է առաջի կեսում արդեն Աբրահամյանը աչքի է ընկել մեկ նմանատիպ ֆենոմենալ հարվածով հեռվից, բայց իհարկե սա էլ արժեք կունենար, սա էլ հարված էր Նորայր Անդրեասյան դեպի աչ փոխանցեց Անդրեասյանը Հովանեսյան լավ տարավ գնդակի հետ Հովանեսյան ու շատ լավ, իսկապես շատ լավ հանդիպում է անցկացնում նաև Պալերմոյի կազմում Հովանեսյան այս հանդիպման ընթացքում, բայց այսօր բախտը ժպտաց Արարատին առավելագույնս իհարկե հաշվի տեսանկյունից Արարատը ավելի շատ օգտագործեց իր շանսերը ու հիմա հաղթում է 5-3 հաշվով եւ շատ մոտ է իսկապես այս խաղում հաղթանակի Արարատը Հիմա էլ կար խաղթում, այո Լևոնյանը խաղթել էր խաղի կանոնները Իսկ Արարատը եթե իհարկե արդեն կարող ենք նաև փաստել, քանի որ վերջին րոպեն է մեկ տարկել հանդիպման վաստակեց 3 միավոր, այո Արարատը հանդիպումն ավարտված է 5-3 հաշվով հաղթում է Արարատը մրցաշարային աղյուսակում վաստակում է երթական 3 միավոր ու 18 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը Շնորհակալություն այս երկու թիմերին այս հետաքրքիր հանդիպման համար խաղային օրը մեզ մոտ ավարտված է բարի գիշեր ու ամենայն բարի